Հայաստանը սկսում է Թրամփի ուղու համաձայնագրի վավերացման գործընթացը, արտգործնախարարը չի հերքում, որ այն սպասարկող TRIP+ առևտրային հիմնադրամի ղեկավարումը հանձնելու են Ռուսաստանում ծնված ԱՄՆ քաղաքացի հայտնի գործարար Կոնստանտին Սոկոլովին։ Մի անկալելի անձնավորություն է, որի առանձնապես դեմ չէ եւ Ռուսաստանը եւ որին կողմ է նաեւ ԱՄՆ-ը։ Փաշինյանի բոլորին բոնժեմ դարձնելու սպառնալիքը կյանքի է կոչում դատախազությունը, Ծառուկյանին պատկանող Արարատ ցեմենտ գործարանը բռնագանձելու միջնորդությունը բավարարել է հակակոռուպցիոն դատարանը։ Բանդիտիզմը, բանդիտներ են, կողոպուտած, այլ որակավորում ուղղակի ձևավորել չի ստացվի։ Ընտրություններին գալիս եք, խնդրում եք, աղաչում եք, որ ձեզ ընտրենք, մենք ձեր համար ենք, ժողովրդի համար ենք, ընտրությունը բրծավ, արդեն ժողովրդի հերը անիծեք։ Զայրույթից պայթում են Օլիմպիավան մարզահամալիր հաճախող երեխաների ծնողները, հաշված օրերից MMA մարտարվեստի աշխարհի առաջնությունն է, իրենց երեխաները մարզվել չեն կարողանում, 10 օր է փակել են Օլիմպիավանի դռները։ Որտեղ պարտվենք սխալ է, այնտեղ մտքում երեխան ասի Օլիմպիավանը բաց չէր, դրա համար պարտվեցին։ Վտանգված է Ադրբեջանի բանտում խոշտանգվող Լյուդվիգ Մկրտչյանի կյանքը, հայ գերուարյան անալիզի տվյալների մասին ահազանգում է արգենտինահայ փաստաբան Լուսիաննա Մինասյանը, Բաքվից պահանջելով տեղեկություն նրա առողջական վիճակի մասին։ Արյան մեջ լեյկոցիտների քանակի ավելացումը վկայում է, որ լուրջ վարակ կա, նաև բորբոքային գործընթաց։ Դուք դիտում եք Հայլուրը, ողջույն հարգելի հեռուստադիտողներ, եւ այսպես պաշտոնական Երևանը սկսել է Թրամփի ուղու վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացման գործընթացը։ Կառավարությունն այսօր հաստատել է այդ փաստաթուղթը վավերացնելու մասին նախագիծը, ինչից հետո այն կուղարկվի սահմանադրական դատարան։ Եթե նախագիծը հակասահմանադրական չճանաչվի, ազգային ժողովի վավերացմանը կներկայացվի այն։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հաստատել է տեղեկությունը, որ Թրամփի ուղին սպասարկող TRIP+ հիմնադրամը ղեկավարելու է Ռուսաստանում ծնված այժմ Միացյալ Նահանգների քաղաքացի գործարար Կոնստանտին Սոկոլովը։ $200 միլիոն է լինելու Սոկոլովի վերահսկողության տակ, որը նախատեսված է Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար։ Հաշվի առնելով, որ Սոկոլովը ըստ քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանի հասկանալի անձ է եւ Վաշինգտոնի եւ Մոսկվայի համար, կարելի է արձանագրել, որ TRIP-ի հարցում համաձայնության են եկել Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները։ Հայաստանն այսօր սկսել է Թրամփի ուղու վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացման գործընթացը։ Կառավարությունը հաստատել է այդ փաստաթուղթը վավերացնելու մասին նախագիծը։ Մենք ըստ էության սկսում ենք շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը։ Հետո համաձայնագրի սահմանադրականության հարցը պետք է որոշի բարձր դատարանը, եթե խնդիրներ չլինեն, ազգային ժողով կհասնի նախագիծը։ Շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել էր սույն թվականի մայիսի 26-ին իմ եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից Երևանում եւ այնուհետեւ ընդամենը օրեր անց հունիսի 1-ին եւ հունիսի 4-ին համապատասխանաբար էլի պետքարտուղար Ռուբիոյի եւ իմ կողմից ստորագրվել էր Վաշինգտոնում եւ Երևանում։ Միրզոյանը Մհեր Գրիգորյանի հորդորով անդրադարձել է չորեքշաբթի The Guardian-ում հայտնված տեղեկությանը։ Ստեղծվում է TRIP+ հիմնադրամ, որը կգլխավորի Ռուսաստանում ծնված հիմա Միացյալ Նահանգների քաղաքացի գործարար Կոնստանտին Սոկոլովը։ Ստեղծվում է մի ամերիկյան ընկերություն, որի անունը TRIP+ է։ Իրավական առումով սա մեր TRIP զարգացման ընկերության հետ շատ, այսպես ասած, ինչպես ներկայացեցի, միջնորդավորված եւ անուղղակի կապ ունի։ Եվ այս TRIP+ կոչվող ամերիկյան ներդրումային ըստ ամենայնի ընկերության ղեկավարը նշանակված մարդը եւ այս հիմնադրումն արված այն ինչ որ մեր մամուլում այսօր եւ երեք ես նկատեցի գրվել է, վերաբերվում է դրան, այդ TRIP+ ներդրումային ընկերությանը։ Այդ հիմնադրամի ղեկավար դարձած Կոնստանտին Սոկոլովը մեծ ներդրումներ է արել Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Ձեր մատնաշած բիզնեսմենը ոչ միայն ծնվել է Ռուսաստանում, այլ որպես բիզնեսմեն կայացել է Ռուսաստանում, եթե չեմ սխալվում, մինչև 2015 թիվը ինքը բիզնեսներ ուներ Սանկտ Պետերբուրգում, հատկանշական քաղաքի իհարկե, եւ այնուհետեւ գնացել է սովորելու Չիկագո, եթե չեմ սխալվում, եւ այնտեղ մնացել է եւ շարունակել է իր բիզնես գործունեությունը արդեն այնտեղ։ Իդեպ Սոկոլովը բիզնես շահեր ունի նաև Հայաստանում, նա MTS Armenia ընկերության բաժնետեր է ու 2024 թվականին այդ պաշտոնում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։
$200 միլիոն է լինելու 3+ հիմնադրամի վերահսկողության տակ, որ կարող է ներդրվել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ռազմավարական ծրագրերի իրականացման համար, ինչը ըստ էության նշանակում է, որ ընդլայնվում է TRIP-ը։ Հաստատի կարելի է հասկանալ, որ այլ կողմերն են ներգրավելու այս process-ի մեջ եւ չի սահմանափակվելու միայն թուրքերի ցանկացած հայկական TRIP-ով։ Քոչարյանի խոսքով Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Թրամփի ուղու վերաբերյալ։ Ըստ մեդիա փորձագետի, գուցե դրա ապացույցն է նաև այն, որ Կոստանտին Սոկոլովն է դարձել 3+ հիմնադրամի ղեկավար։ Մի ընկալելի անձնավորություն է, որի առանձնապես դեմ չէ եւ Ռուսաստանը եւ որին կողմ է նաեւ ԱՄՆ-ն։ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի համանախագահած Մինսկի խմբի օրինակով Քոչարյանը վստահեցնում է, որ հիմա էլ շատ հարցերում ընդհանուր հայտարար չգտնող Մոսկվան ու Վաշինգտոնը համաձայնության են եկել TRIP-ի նախագծի վերաբերյալ։ Շատ հավանական է, որ այստեղ էր, որպես այդ ծրագիրը հաջողություն ունենա, ռուսական եւ ամերիկյան կողմը իրանք որոշակի հայտարարի եկան, որ երկուսն է ձեռնտու լինի, որովհետեւ եթե ռուսական կողմը եւ այնուհետեւ իրանական կողմը սկսեն խոչընդոտել TRIP-ի ծրագրին, այստեղ որևէ բան չի ստացվի։ Ստացվում է TRIP-ի հայ-ամերիկյան նախագիծ լինելու հիմնավորմամբ այդ ծրագրին Ռուսաստանի մասնակցությունը մերժող Երևանը պետք է համակերպվի, որ գուցե Վաշինգտոնն ինքն է որոշել բացել դուռը Մոսկվայի առաջ։ Դա նաև դաս է բոլոր նրանց, այդ թվում Հայաստանի իշխանություններին, որոնք փորձում են խոշոր երկրների մեջ գետվում ինչ-որ խաղեր անել, որ խոշոր երկրները ամեն դեպքում որոշ հարցերում կարող են իրար հետ պայմանավորվել։ Գուցե պատահական չէր նաև Հայաստանի փոխարտգործնախարարի հայտարարությունը, որ Թրամփի ուղին ԵԱՏՄ կանոններով է գործելու։ Քոչարյանի խոսքով նոր զարգացումները փոխում են շահերի վերաբաշխումը Հարավային Կովկասում, նվազեցնում Թուրքիայինը, ավելացնելով Ռուսաստանինը։ Լիլիթ Սարգսյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Մոսկվան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների լիարժեք կարգավորմանը։ Ռուսաստանի արտգործնախարարության հրապարակած հաղորդագրության մեջ հիշատակվում է 3+3 ձևաչափը որպես ներուժ ունեցող տարածաշրջանային համագործակցության հարթակ, որը միավորում է Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը, եւ որը բացառում է արտաքին ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի ապակառուցողական միջամտությունը, ինչպես նաեւ եռակողմ ստորագրված ճանապարհային քարտեզ, որով իրականացվելու են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորում։ Մեզ համար կարևոր են խաղաղությունը եւ կայունությունը Հարավային Կովկասում, ինչպես նախկինում պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, այդ թվում խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների սահմանազատման հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով, գրված է Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։ Գործարար ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Արարատ ցեմենտ ընկերությունը հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի կառավարմանն ու պահպանմանը։ Գլխավոր դատախազությունն էր միջնորդություն ներկայացրել դատարան ընդդեմ Գագիկ Ծառուկյանի եւ նրան փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։ Բռնագանձվել են Արարատ ցեմենտի բաժնետոմսերը։ Դատախազությունը նաեւ խախտումների մասին է հայտնում ըստ հաղորդագրության 2008 թվականին ընկերությունը ապօրինի օգտագործել է համայնքապատկան հողերը տրավերտին եւ կավ արդյունահանելու համար։ Հայցադիմումով դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել նաեւ 75 անշարժ գույք եւ 10 գույքի շուկայական արժեք, 42 տրանսպորտային միջոց, ընկերություններ, որոնք փոխկապակցված են ԲՀԿ ղեկավարին, այդ թվում Multi Group կոնցեռնը, ինչպես նաեւ ավելի քան 105 միլիարդ դրամ։ Երևանի Խանջյան փողոցում գտնվող Multi Wellness-ի շենքն արդեն անցել է Երևանի քաղաքապետարանին։ Քաղաքագլուխ Տիգրան Ավինյանը Ֆակտորիեմին ասել է, թե շենքը խախտումներով է կառուցվել համայնքային տարածքի վրա։ Իրավական անվտանգության լրջագույն խնդիրներ են տեսնում այս քայլերում փորձագետները։ Արձագանքելով աղմկոտ բռնագանձումներին, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը ընդգծել է. Փաշինյանի կզցնելու եմ, դարձնելու եմ բոմժ սպառնալիքն է իրականացնում իրավապահ համակարգը, որի հետևանքով սակայն Ծառուկյանից առավել տուժում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ Հիշեք, ասում ենք, կզսնենք, ես կանենք, են կանենք, հիմա մենք կզսնում, տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր աշխատում են հիմնարկներում, խոսքը գնում է հայերին մաքսիմալ նվաստացնել, հայերին մաքսիմալ զրկել հնարավորությունից, սա ակնհայտ
նեոթուրքական, ֆաշիզմի արտահայտությունը, այսինքն բանդիտիզմը, բանդիտներ են, կողոպուտավ, սեղ այլ որակավորում ուղղակի ձևավորել չի ստացվի, ըստ էության ու հնազանդ կատարում են թուրքերի ադրբեջանցիների պատվերը, խոսքը չի գնում միայն մուլտիվերնեսի մասին, առհասարակ Հայաստանի Հանրապետության տնտեսական ողնաշարի կոտրելու, դե ձեռի հետ էլ սեփականության վերաբաշխում են փորձում անել, սա մեծ խնդիրների կոմպլեքս է, որի մեջ այո ներառված է վրեժխնդրություն, սեփականության վերաբաշխում իրաց քայֆի մեջ, խոսքի իշխանության մասին է։ Քաղաքական հաշվեհարդարների պատճառով 10 օր է մեր երեխաները զրկված են մարզումներից, մինչդեռ հաշված օրեր են մնացել MMA մարտարվեստի աշխարհի առաջնությանը։ Բողոքում են Օլիմպիավան մարզահամալիրու այցելող երեխաների ծնողները։ Օլիմպիավանի փակ դռների առաջ 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում են այսօր բաց մարզումներ կազմակերպել մրցումների պատրաստվող պատանի մարզիկների համար։ Մեր երեխեքի կյանքը խեղաթյուրում ախպեր։ Ժողովրդին լարում եք ձեր դեմ, ընտրություններին գալիս եք, խնդրում եք, աղաչում եք, որ ձեզ ընտրենք, մենք ձեր համար ենք, ժողովրդի համար ենք, ընտրությունը պրծավ, արդեն ժողովրդի հերը անիծեք։ Զայրույթից պայթում են Օլիմպիավան մարզահամալիր հաճախող երեխաների ծնողները։ Հաշված օրերից MMA մարտարվեստի աշխարհի առաջնությունն է։ Իրենց երեխաները մարզվել չեն կարողանում, որովհետև ավելի քան 10 օր է փակ են Օլիմպիավանի դռները։ Պետությունը պարտավոր է, շատ արագ այս ձևի պայմաններ ապահովի երեխեքին, այդքան պարապեն։ Աշխարհի մրցումների են։ Ու սա ուժեղ երեխեք են։ Հիմի որ երեխուն մոտենաս այն մի մատ երեխան է 4-5 հատ մեդալ ունի։ Օլիմպիավանի բակն են որպես մարզասրահ օգտագործում համալիրի շուրջ 150 սաները։ Ծնողներն ասում են, ասֆալտին հնարավոր չէ լիարժեք մարզվել, այլ դպրոցներ հաճախել ու նորից վճարել չեն կարող։ Հիմա ասենք լիքը ծնողներ կան, որ հնարավորություն չունեն երկրորդ անգամ տարեկան վճարեն։ Ինչ անեն այդ ծնողները։ Հա լավ, ենթադրենք պայմանական եմ ասում, գնացել ենք բարձր տեղ ենք վիճը, բայց ծնողների փող չունեն էլ որ այդ վճարեն։ Արհամարած ունեն ախպեր, թքած ունեն այս երեխեքի ու երեխեքի ծնողների վրա, այսինքն ժողովրդի վրա թքած ունեն։ Եթե ժողովրդի վրա թքած ունես, դու եկել ես հանցագործություն բացահայտես ժողովրդի համար, այդ ժողովրդին այդ քո բացահայտած հանցագործությունը պետք չի ուրեմն։ Մեր համար ես անում, թե մեր դեմ ես անում։ Կամ արեպրծել ես, թող գնա պարապենք ախպեր։ Ինչու պիտի քաղաքական հաշվեհարդարների պատճառով տուժեն հարյուրավոր մարզիկներ, հարցնում են ծնողները։ Հիշեցնում, այս երեխաները աշխարհի առաջնությանը պայքարելու էին Հայաստանի Հանրապետության դրոշը բարձր պահելու համար, բայց չգիտես ինչու Հայաստանի Հանրապետությունը որոշել է նրանց փողոցում թողնել։ Ոստը մարդ են սպանե, մարդ են կախե, ինչ ա եղել որ այդպես փագել եք։ Ինչու է փակ Օլիմպիավանը, երեխաներին հուզող միակ հարցին դժվարանում է պատասխանել մարզիչը։ Չեմ կարող երեխեքի մեջ տեղավորեմ, որ փակ է Օլիմպիավանը, չեմ կարող, անկեղծ չեմ կարող բացատրեմ ինչի է փակ, խեղճ իրաց հողը ուր ասում ենք բերում է, որ հանգարց ընդ է, բայց որտեղ պարտվենք սխալ է, այնտեղ մտքում երեխեն ասի Օլիմպիավանը բաց չէր, դրա համար պարտվեցին։ Հարցերը կշատանան, կպակասեն Հայաստանը ներկայացնող փայլուն աչքերով երեխաները աշխարհի առաջնության պատվոհարթակին։ Գիտեք ով է ուրախանում, ովքեր իրանց հաղթելու են։ Լիլիթ Խալաթյան, Էդգար Ղուշչյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Գագիկ Ծառոկյանի առանձնատնից 3 առյուծից ու 4 վագրից բացի կենթանաբանական այգի են տեղափոխվել 9 կոկորտիլոս ու 13 կարապ։ News 5 TV կայքներ գրավոր հարցում ուղարկել Երևանի քաղաքապետարան։ Լրատվամիջոցը հետաքրքրվել էր, թե կենթանիներից քանիստ են տեղափոխումից հետո ողջ մնացել։ Քաղաքապետարանից պատասխանել են, մեջբերեմ, բոլորը բարեհաջող արթնացել են թմրեցումից։ Նրանց վիճակը բավարար է, մեջբերման ավարտը։ Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառոկյանի առանձնատունը հուլիսի 6-ին խոզարկելուց հետո քննչական կոմիտեն քրեական վարույթի շրջանակներում առաջինը արգրավել էր առյուծներին։ Նրանցից մեկը քնեցնելուց հետո չէր արթնացել։
Շարունակենք Բաքվի շինծու դատավարության վճռով 20 տարվա ազատազրկման դատապարտված հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի կյանքը վտանգված է։ 56-ամյա գերին գլխացավեր, գլխապտույտներ, կրծքավանդակի ցավ ու արյան բարձր ճնշում ունի, իսկ նրա առողջական վիճակի մասին մտահոգիչ տվյալները ընտանիքը ստանում է ուշացումով։ Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակի մասին ահազանգող արգենտինահայ փաստաբան Լուսիանա Մինասյանը Հայլուրի հետ զրույցում ասել է, որ Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի փակումից հետո հայ գերիների կացության ու առողջական վիճակի վերաբերյալ տեղեկության միակ աղբյուրը պաշտոնական Բաքուն է, որը միջազգային մարմիններին ուղարկած պաշտոնական ամփոփագրերում գրում է, թե գանգատ չունի Լյուդվիգ Մկրտչյանը։ Փաստաբանը իմ գործընկեր Գայանե Մովսիսյանին ասել է, որ գերու առողջական վիճակի մասին թարմ տեղեկություն ստանալու համար դիմել են Ադրբեջանին։ Վտանգված է Ադրբեջանի բանտում խոշտանգվող Լյուդվիգ Մկրտչյանի կյանքը։ Քանի օր է ահազանգում է արգենտինահայ փաստաբան Լուսիանա Մինասյանը, Բաքվից պահանջելով տեղեկություններ առողջական վիճակի մասին։ Ադրբեջանը շարունակում է 7 կողպեկի տակ պահել հայ գերիների մասին ցանկացած տեղեկատվություն։ Փաստաբանը զգուշացնում է, եթե 56-ամյա Մկրտչյանի առողջական վիճակը չկայունանա, գուցե անդառնալի լինեն հետևանքները։ Մենք շատ լուրջ մտահոգություններ ունենք հիմնված Ադրբեջանի պաշտոնական բժշկական փաստաթղթերի վրա, որոնք ընտանիքը ստացել է 2025-ի հոկտեմբերից մինչև 2026 թվականի հունվար։ Մի քանի կարևոր արդյունքներ կարդամ։ Արյան մեջ լեյկոցիտների քանակի ավելացումը վկայում է, որ լուրջ վարակ կա, նաև բորբոքային գործընթաց։ Սրտի հետ կապված շատ լուրջ խնդիրներ կան նաև։ Հաճախակի գլխացավեր, գլխապտույտ, կրծքավանդակի ցավ եւ արյան բարձր ճնշում ունի 6 տարի Բաքվի բանտում խոշտանգվող Լյուդվիգ Մկրտչյանը։ Փաստաբանի խոսքով անհապաղ անկախ սրտաբաններ եւ արյունաբաններ պետք է զննեն հայ գերուն։ Նա պետք է պատշաճ բուժում ստանա չեզոք դիտորդների կանոնավոր անարգել այցելությունների ընթացքում։ Ադրբեջանը, որ չի հարգում միջազգային եւ ոչ մի օրենք, պարտավոր է հայ գերու բժշկական բոլոր փաստաթղթերը տրամադրել նրա ընտանիքի անդամներին։ Հավանաբար նրա հետ վերջին զանգը եղել է մոտ 30 օր առաջ։ Մենք սպասում ենք բժշկական տեղեկանքների, որոնք ենթադրվում է, որ պետք է ստանանք 6 ամիսը մեկ։ Ակնկալում ենք ստանալ Լյուդվիգ Մկրտչյանի հաջորդ բժշկական քարտը։ Դիմում ենք նախագահ Ալիևին եւ փոխնախագահ Մեհրիբան Ալիևային, մարդու իրավունքների պաշտպանին։ Խնդրում ենք ուղարկել բժշկական տեղեկանքները, քանի որ ընտանիքը շատ անհանգստացած է այս իրավիճակով։ Փաստաբանի համար անընդունելի է, որ միջազգային մարմիններին ուղարկված պաշտոնական ամփոփագրերում Ադրբեջանը պնդում է, թե գանգատներ չունի Լյուդվիգ Մկրտչյանը, նրա վիճակը կայուն է։ Ցավոք մենք հաղորդագրություններ չենք ստացել հենց Լյուդվիգից, հարազատների հետ շփումները չափազանց սահմանափակ են։ Ուշադիր հետևում ենք դրանց, մեր տեղեկությունը հիմնված է մեր ստացած եւ վերլուծված բժշկական գրառումների վրա։ Արգենտինահայ փաստաբանը փորձում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների օգնությամբ հասնել նրան, որ Կարմիր խաչին երկրից հեռացրած Ադրբեջանի իշխանությունը հաշվի նստի միջազգային մարդասիրական իրավունքի հետ եւ թույլ տա անկախ դիտորդներին այցելել Բաքվի բանտում 20 տարով ազատազրկված հայ գերուն։ Գայանե Մովսիսյան, Էլենի Ահինյան, Հայլուր։ Աննախադեպ թվով պատգամավորներ են մասնակցել Եվրոպայի խորհրդարանում Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին քննարկմանը։ Լսումները կազմակերպած հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը Հայլուրին հայտնել է, որ Եվրախորհրդարանի հրավիրած համաժողովի նպատակն է ճնշում գործադրել Եվրամիության վրա, որպեսզի հայ գերիների ազատ արձակումը դարձնի առաջնահերթություն ու ընդհանրապես տնտեսական շահեր հետապնդելով աչք չփակի Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների վրա։ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը Եվրամիության ուշադրության կենտրոնում պահելու նպատակով էր Եվրոպական խորհրդարանում կազմակերպվել համաժողով, որին մասնակցում էին աննախադեպ շատ պատգամավորներ։ Նման համաժողովներ 30-40 հոգիով տեղի կունենան։ Մեր ունեցած համաժողովը 130-ի ավելի ներկայացում, այսինքն սրահի մեջ բարաբատոր չկար, դեռ չկար ուրիշը։ Ազդեցիկ համաժողովը կազմակերպվել էր հայ դատի Եվրոպական գրասենյակի ջանքերով, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսի, Միրյամ Լիքսմանի հյուրընկալությամբ։ Նաև ներկայ էին կարևոր տիպով եվրոերեսփոխաններ,
Եվրոպացի պատգամավորները հայտարարել են, որ հայգերիների անօրինական կալանավորումը խաթարում է ինչպես միջազգային իրավունքը, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան կայուն խաղաղության հեռանկարները։ Իրենց ատկան նվիրվածությունը Արցախի համար Երանի գարկմը հայ պետական պաշտոնյաները նույնիսկ իրեն գալ սպաղած լայն եւ ունենային նույն թյուրասկացությունները Արցախի եւ մեր ժողովրդին համար։ Նույնը չենք կարող ասել գործադիր իշխանության Եվրամիության մասին, ասում է ՀՅԴ Եվրոպական հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը։ Նրա խոսքով համաժողովի նպատակն էր նաև ճնշում գործադրել Եվրամիության վրա, որպեսզի հայգերիների ազատ արձակումը դարձնի առաջնահերթություն։ Գասպար Կարապետյանը հիշեցնում է Եվրախորհրդարանում նմանատիպ համաժողովներն ու ընդունված հայամետ բանաձևերը հունից հանում են Ալիևին։ Ադրբեջանի նախագահը Բաքվում Եվրախորհրդարանի պատվիրակությանը ընդունելիս դժգոհել էր Եվրախորհրդարանի հակաադրբեջանական դիրքորոշումներից, ավելի ուշ հայտարարել էր Եվրոպական խորհրդարանի հետ կապերը խզելու մասին։ Եթե Ադրբեջանն ամբողջությամբ դուրս գա Եվրոպայի խորհրդից, մեր երկրում ոչ ոք դա չի զգա։ Շուշիի գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ Ալիևի արած այս հայտարարությունը ինքնախոստովանություն էին անվանել փորձագետները։ Պնդումը, թե Եվրախորհրդարանից դուրս գալը Ադրբեջանի ներսում ոչ ոք չի նկատի, Ալիևի ընդդիմախոսները բացատրում են պարզ իրողությամբ։ Ադրբեջանում արդեն իսկ հաստատվել է լիակատար ավտորիտարիզմ, իսկ եվրոպական դատական վճիռներն ու իրավական նորմերը տարիներ շարունակ պարզապես անտեսել է իշխանությունը։ Ալիևին առաջին խոսքը դակավին կամերաներու ներկայության հարցագիր էր Մակալիստերը անունը արտաքին հանձնաժողովի նախագահին, որ ծեր բոլոր բանաձևերը թշնամական են մեր հանդեպ եւ դուք շատ ավելի թշնամական եւ վատ բանաձևեր մեզի համար կվերգեք, քան թե Հայաստանի ազգային ժողովը եւ ես անդերս որ եթե ես Հայաստանի ազգային ժողովի պատգամավորը լայի, չափազանց ամոթ պիտի սկայի, որ Ալիևը նման հայտարարություն գնե։ Գասպար Կարապետյանը վստահ է, Եվրախորհրդարանի այս դահլիճում հայգերիների հարցով ընդունված ցանկացած բանաձև ավելի է մոտեցնում մեզ մեր նպատակին՝ հայգերիների ազատ արձակմանը։ Լիլիթ Գասպարյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, գիշերը ահազանգով Նոր Արեշի 35-րդ փողոց գնացած ոստիկանները շենքերից մեկի բակում հայտնաբերել են 27-ամյա տղամարդու մարմինը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով մահացածը տնային կալանքում գտնվող Միսակ Վ-ն է, որը անզգուշաբար վայր է ընկել բարձրահարկ շենքի 6-րդ կամ 8-րդ հարկի պատուհանից։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ համառոտ թե ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ մասում։ Պատրիոտ համակարգեր ու մարտկոցներ են ոչնչացնում իրանական ուժերը մերձավոր արևելքի երկրներում գտնվող ամերիկյան բազաներում, իսկ ամերիկյան հրթիռներն այսօր նորից հասել են Բանդար Աբաս քաղաք։ Ռուսաստանի թիկունքը, Ուկրաինայի խոշոր քաղաքներն ու նավահանգիստները հիմնական թիրախներն են 5-րդ տարին թևակողող ռուս-ուկրաինական պատերազմում։ Սարատովի Էնգելսին են հարվածել ուկրաինացիները, ռուսները Կիևն են հրթիռակոծել։ Հույս ունեին հաղթել խաղը 1-0 հաշվով։ Անգլիան լացում է, Արգենտինան ցնծում, կիսաեզրափակիչում 3 առյուծների հանդեպ Ալբիսելեստեի տարած հաղթանակը Բուենոս Այրեսում ընկալում են որպես վրեժ 1982 թվականի Անգլիա-Արգենտինա արյունալի պատերազմի համար։ Եթե անգամ չհաղթենք եզրափակիչում, ոչինչ, կարևորը հաղթեցինք Անգլիային։ Եվ այսպես Իրանը պաշտպանական միջոցառումներ է ձեռնարկում։ Ռոյթերզը գրում է, որ Եմենում գտնվող հուսիթներին Թեհրանը հրամայել է փակել Բաբ el-Մանդեբի նեղուցը իր էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում։ Հուսիթներին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Բաբ el-Մանդեբի տարածքում տեղակայվել են հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր։ Նեղուցը փակելու նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտված են։ Միևնույն ժամանակ Մերձավոր Արևելքում ամերիկյան ենթակառուցվածքների վրա մասշտաբային գրոհ է իրականացնում Իրանը։ Թեհրանը պատրիոտ հոբ համակարգեր ու մարտկոցներ է խոցել Բահրեյնում ու Քուվեյթում։ Իր հերթին Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը հրթիռներով հարվածել է Իրանի հրամանատարական կենտրոններին, հոբ եւ ափամերձ դիտարկման օբյեկտներին։ Հրթիռներ են հասել նաեւ Բանդար Աբաս քաղաք։
Վերջին ամիսների ամենամասշտաբային հարձակումն է Իրանը սկսել տարածաշրջանում ամերիկյան ենթակառուցվածքների վրա։ Իրանի պետական հեռուստատեսությունը հրապարակել է Հորդանանում եւ Քուվեյթում ամերիկյան թիրախների վրա հրթիռների արձակման կադրերը։ Իրանի զինուժը հայտարարել է, որ իրենց անօդաչուները պատրիոտ համակարգեր են խոցել Բահրեյնի Շեյխ Իսա բազայում։ Տեղեկություն կա, որ Քուվեյթի Ալիա Սալեմ ռազմաբազայում էլ պատրիոտ մարտկոցներ են ոչնչացրել իրանական ուժերը։ Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները։ Իրան-ԱՄՆ հակամարտությունը իրանական կողմը վերափոխել է Հորմուզի նեղուցի համար պայքարի, նկատում են իրանագետները։ Թեհրան նստեյության նախահարցակ է լինում պահպանելու ջրային այդ կենսական ուղու ամբողջական վերահսկողությունը, ինչը Իրանը չի ունեցել նախքան 40-օրյա պատերազմը։ Հորդանանի զինուժը հայտարարել է, որ իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը այսօր առավոտյան որսացել են թագավորությանն ուղղված իրանական 8 հրթիռ։ Իրանական բանակը հայտարարել էր, որ անօդաչուներ են արձակել Հորդանանի Ազրակ ավիաբազայում ԱՄՆ զինուժի կապի համակարգերի, ֆիքսված ռադարային կայանի եւ վառելիքի պահեստների ուղղությամբ։ Միացյալ Նահանգներն իր հերթին հարվածել է Իրանի հրամանատարական կենտրոններին, հոբ եւ ափամերձ դիտարկման օբյեկտներին։ Ամերիկյան անօդաչուներ եւ հրթիռներ են հասել նաեւ Բանդար Աբաս քաղաք։ Իրանը շուտով կպարտվի, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ամերիկյան սպառազինություն արտադրող ընկերություններին հորդորելով արագացնել արտադրությունը։ Հակամարտությունը պետք է լուծվի բացառապես բանակցությունների սեղանի շուրջ, հայտարարել է Պակիստանի արտգործնախարարությունը եւ կոչ արել Միացյալ Նահանգներին եւ Իրանին դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերսկսել բանակցությունները։ Գանե Մովսիսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Մաշհադ քաղաքի Իմամ Ռեզայի դամբարանային համալիրում, որտեղ թաղվել է Այաթոլլա Ալի Խամենեին, հրդեհ է բռնկվել։ Իրանական լրատվամիջոցները գրում են, որ բիտումի եւ պլաստիկի բռնկումից է կրակ առաջացել 500 քառակուսի մետր մակերեսով արհեստանոցում բարձրագույն ղեկավարության Ամիր Ալ-Մումինին դամբարանում վերակառուցման աշխատանքներ կատարելու ժամանակ։ Զոհեր ու վիրավորներ չկան, ճարտարապետական կառույցները չեն տուժել։ 5-րդ տարին թևակողող ռուս-ուկրաինական պատերազմում Կիևի թիրախում Ռուսաստանի թիկունքն է, իսկ Մոսկվան Ուկրաինայի խոշոր քաղաքներին ու նավահանգիստներին է հարվածում։ Վաղ առավոտյան Սարատովի Էնգելս քաղաքն է հրթիռակոծվել։ Ռուսները Կիևին եւ Օդեսային են հարվածել, խոցել են երկար եւ միջին հեռահարության ԱԹՍ-ներ արտադրող ձեռնարկություններ ու ռազմական նավեր։ Սովինար Բարխուդարյանի ռեպորտաժը։ Ռուս-ուկրաինական ճակատում անօդաչուների ու հեռահար հրթիռների մարտերը շարունակվում են։ Այս գիշեր նույնպես թիրախում են եղել ինչպես Ռուսաստանի թիկունքը, այնպես էլ Ուկրաինայի խոշոր քաղաքներն ու նավահանգիստները։ Ուկրաինական անօդաչուները գրոհել են Ռուսաստանի Սարատովի մարզի Էնգելս քաղաքը։ Մարզային իշխանությունների տվյալով կան տուժածներ։ Անկախ մոնիթորինգային ալիքները պնդում են, որ հիմնական թիրախը եղել է Էնգելսի ռազմական օդանավակայանը, որտեղ ռուսական հեռահար ավիացիայի ինքնաթիռներ կան։ Աստրան հայտնում է, որ անօդաչուներից մեկը հարվածել է օդակայանի թռիչքուղուց մոտ 2 կիլոմետր հեռու գտնվող բազմաբնակարան շենքի։ Ուկրաինական հարվածների հետևանքով զոհեր եւ վիրավորներ կան նաեւ Յարոսլավլի, Բելգորոդի եւ Բրյանսկի մարզերում։ Կիևի գիշերային հրթիռակոծության հետևանքով ըստ Ուկրաինայի իշխանությունների զոհվել է 2 մարդ, եւս 5-ը վիրավորվել են։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մեծ հեռահարության գերճշգրիտ զենքով եւ հարվածային անօդաչուներով Կիևում խոցվել են անօդաչու թռչող սարքեր արտադրող ձեռնարկություններ, ինչպես նաեւ Օդեսայի եւ Յուժնի նավահանգիստների ենթակառուցվածքները, որոնք Մոսկվայի պնդմամբ օգտագործվում էին ռազմական բեռների եւ վառելիքի տեղափոխման համար։ Խոցվել են Ուկրաինայի հատուկ գործողությունների ուժերի նավեր։ Ուկրաինայի անվտանգության ծառայության Սևծովից հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես են ծովային դրոնները հարվածում ռուսական 2 լցանավի։ Կիևը պնդում է, որ այդ նավերով Ռուսաստանը նավթ էր տեղափոխում, շրջանցելով արևմտյան պատժամիջոցները։ Այս ֆոնին Վլադիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Միխայել Ֆյոդորովին, որի պաշտոնավարման ընթացքում զգալիորեն աճել էր ուկրաինական անօդաչուների արտադրությունը։ Նախարարի պաշտոնում առաջադրվել է ներքին գործերի նախկին նախարար Իգոր Կլիմենկոն։ Ֆեդերովի պաշտոնանկությունից հետո հրաժարական է տվել նաև ռազմաօդային ուժերի փոխհրամանատար Պավել Էլիզարովը, հայտարարելով, որ իր որոշումը կապված է նախարարի հեռացման հետ։
Կադրային այս փոփոխությունները դժգոհություն են առաջացրել Ուկրաինայում, Կիևում եւ Լվովում բողոքի ակցիաներ են սկսվել։ Նոր ձևաչափ է ստանում արևմտյան աջակցությունը Կիևին։ Financial Times-ի տեղեկություններով Եվրամիությունը թույլատրել է, որ Ուկրաինան պաշտպանական վարկային ծրագրի միջոցների մի մասն օգտագործի չինական արտադրության անօթաչուների բաղադրիչներ ձեռք բերելու համար։ Պարբերականի գնահատմամբ դա վկայում է, որ Եվրոպայի պաշտպանական արդյունաբերությունը ի վիճակի չէ ամբողջությամբ բավարարել Ուկրաինայի աճող ռազմական պահանջարկը։ Թեժ մարտերի ֆոնին Մոսկվան եւ Կիևը պատրաստվում են մարդասիրական քայլի։ Այսօր նախատեսված է զոհված զինծառայողների աճյունների փոխանակում։ Սովինար Բարխուդարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Կանադայի անտառային հրդեհների ծուխը հասել է Նյու Յորք, օդի որակի ինդեքսը հասել է 151-ից 200 մակարդակի, ինչը համարվում է վնասակար առողջության համար։ Իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել հնարավորության դեպքում մնալ տանը։ Վերջին 2 օրերին հարավային տաք հոսանքների գոտում եղած Հայաստան են ներթափանցում ցուրտ հոսանքներ։ Փոփոխվող եղանակի մասին տեղեկացրել է հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Արդեն կեսօրին ջերմաստիճանը նվազել էր 4-ից 5 աստիճանով։ Ամենատաք գոտիներում, Սյունիքի հովիտներում եւ Արարատի դաշտում ջերմաստիճանը չի գերազանցի 35-ը։ Այս ջերմաստիճանը կպահպանվի 10 օր, իսկ առաջիկա 5 օրերին երեկոյան ժամերին կանխատեսվում են ամպրոպ ու կարկուտ։ Մեկ տարի առաջ Շիրակի մարզպետարանի մոտ տեղադրված Կարոս Ասունիի արձանի բացման հանդիսավոր արարողությունն է տեղի ունեցել։ Ալեքսանդրապոլի առաջին նահանգապետն ու հայ ազգագրական շարժման առաջնորդներից է Ասունին։ Հայացքը արևմտյան Հայաստանի կողմն է, խորհրդանշական է, որ հենց հիմա է տեղադրվում արձանը, երբ երկրում պայքար է մղվում հայրենասիրության ազգային արժեքների կրոնի դեմ։ Շիրակի մարզպետարանի մոտ է Ալեքսանդրապոլի առաջին նահանգապետ, առաջին հանրապետության խորհրդի անդամ, հայ հեղափոխական շարժման առաջնորդներից Կարոս Ասունիի արձանը։ Մեկ տարուց ավելի է տեղադրված է արձանը, բայց միայն հիմա է հաջողվել կազմակերպել բացումը։ Այս հուշարձանը պարզապես քանդակ չէ, այն մեր պատմական հիշողության, ազգային արժանապատվության եւ սերունդներին փոխանցվող արժեքների կենտանի խորհրդանիշ է։ Այն կոչված է հիշեցնելու, որ ազատությունն ու հայրենիքի հանդեպ նվիրումը մշտապես կերտվել են անձնազոհության, կամքի եւ հավատքի շնորհիվ։ Մամիկոնյանների իշխանական տոհմի սերունդներից էր Կարոս Ասունին։ Նրա արձանը բացելու 2022-ի մտահղացումը դարձավ իրականություն, չնայած հիմա երկրում պայքար է մղվում հայրենասիրության, ազգային արժեքների կրոնի դեմ ու պատերից ջնջվում են հերոսների նկարները, հայրենասիրական կոչերը։ 150 տարի անց տարածաշրջանի աշխարհակաղակական պայմանները չեն փոխված։ Թուրքի ախորժակը չէ բավարարված։ Եվ այս խոսող արձանը հայացքը դեպի Արևմտյան Հայաստան պիտի լա ներշնչող հաջորդ սերունդներուն եւ պիտի դասերակե եւ ուղղե մեր նոր ղեկավարությունը, որովհետեւ պետականաշինությամբ զբաղվի։ Արձանի հեղինակ Միսակ Մելքոնյանի խոսքով հեշտ չի եղել վերարտադրել այն հայրենասիրություն ու նվիրվածությունը, որն ունեցել է Կարոս Ասունին։ Ինքը փորձել է ընդգծել հասարակական գործչի, իրավաբանի ու հայ հեղափոխական դաշնակցության առաջամարտիկի կերպարները։ Հեշտ գործ չի ներկայացնել մի ազնվորության, որը այդքան խորապես, այդքան գիտակցական կյանք ունեցել ի նպաստ մեր հայրենիքի, մեր պետականությանը եւ այն ապրումները եւ այն ուրեմն խոհերը, որը ունեցել է ազգի որպես նվիրյալ, ամեն ինչը ծառայել է իբարս հայրենիքին։ Մեզ համար քայլող Հայաստան էր Կարոս Ասունին, հիշում է նրա աշակերտներից Տիգրան Ճիմբաշյանը։ Համալսարանում հայրենասիրության պատգամի էին վերածվում նրա դասաժամերը, որոնք լսելու առիթը բաց չէին թողնում անգամ հարակից կուրսերի ուսանողներն ու երիտասարդ դասախոսները։ Ինքը եւ երիտես նաեւ ուրիշ մեկ-երկու հոգի, Սիմոն Վրացյան եւ այլն, Գոնց, Վահան Պապազյան, մեզի համար Հայաստանը կներկայացնեին։ Եվ գքալեին, գազեք Հայաստանն է, որ գքալեր, եւ իրենք կլեսնեին, եւ մեզ կսկային բանի մեջ Հայաստանի մեջ։ Ուսանողների խոսքով Կարոս Ասունիի նման հայրենասերներին պետք է ճանաչեն բոլորը։
Ալեքսանդր Սարգսյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։ Իր տարածքային պահանջատիրությունից չի հրաժարվում Արգենտինան անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։ Մինչ հայ մարզիկները պատասպարվում են, մենք մեր գործն ենք անում, քաղաքականությամբ չենք զբաղվում, իրենց ապահովագրող շղարշով, այս ամառվա աշխարհի գլխավոր մարզական իրադարձության կիզաեզրափակիչում Անգլիայի նկատմամբ տարած Արգենտինայի հաղթանակը Բուենոս Այրեսում ընկալում են որպես վրեժ 1982 թվականի Անգլիա-Արգենտինա արյունալի պատերազմի համար։ 1-2 հաշվով է պարտվել Անգլիան Արգենտինային։ Ցնծում է Արգենտինան, Ալբիսելեստեն երկրորդ մունդիալն անընդմեջ դուրս է գալիս եզրափակիչ։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում անգլիացիների նկատմամբ տարած հաղթանակն են նշում հազարավոր արգենտինացիներ Բուենոս Այրեսի կենտրոնում։ Ուրախ եմ, ուրախ, մենք հաղթեցինք Անգլիային, Արգենտինան եզրափակչում է։ Անգլիային հաղթելն ամեն ինչ է, և եթե անգամ չհաղթենք եզրափակչում, ոչինչ, կարևորը հաղթեցինք Անգլիային։ Բուենոս Այրեսից ավելի քան 11,000 կիլոմետր հեռու Լոնդոնի փողոցներում լացուկոց է։ Երեք այրուսները 60 տարի անց ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում խաղալու շանս ուներ։ Փշրվել է Անգլիայի հավաքականի երկրպագուների երազանքը։ Հույս ունեինք հաղթել խաղը 1-0 հաշվով։ Գիտեք, դա հնարավոր չէ անել Արգենտինայի նման թիմի դեմ։ Նրանք չափազանց ուժեղ են, նրանք հիանալի են երկրորդ խաղակեսում։ Երկրպագուների մի մասը կարծում է, որ գլխավոր մարզչի սխալ փոփոխություններն էին պատճառը, որ արգենտինացիները կարողացան քամբեք անել մինչև 85-րդ րոպեն հաղթող անգլիացիներին։ Տուխելը լավ աշխատանք կատարեց, բայց կարծում եմ, որ դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։ Կգա ժամանակը եւ մենք կտեսնենք մեր ֆուտբոլիստների փայլուն ելույթները։ Արգենտինացիների համար սա ավելին էր, քան սովորական հաղթանակ ֆուտբոլի դաշտում։ Նրանք հաղթանակն ընկալում են իբրև վրեժ 1982 թվականի Անգլիա-Արգենտինա արյունալի պատերազմի համար։ Անգլիան եւ Արգենտինան 4 տասնամյակից ավելի է հակամարտում են Ատլանտյան օվկիանոսի հարավ-արևմտյան մասում գտնվող Մալվինյան կղզիների համար։ 1982 թվականի պատերազմից հետո անգլիացիների տիրապետության տակ են կղզիները, սակայն արգենտինացիները այդ կղզիները համարում են իրենցը։ Ֆուտբոլային հաղթանակից հետո Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները պարզել են պոստեր Մալվինյան կղզիները Արգենտինայինն են գրությամբ։ Կիրակի Նյու Յորքի East Rutherford ստադիոնում կորոշվի ֆուտբոլի աշխարհի 23-րդ առաջնության հաղթողը։ Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան ուժերը կչափի Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հետ։ Մարզական մեկնաբաններն այս հանդիպումն անվանում են պայքար երիտասարդ իսպանացիների եւ փորձառու արգենտինացիների միջև։ Էդգար Ղուշչյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Երբևէ մտածել եք, որ բոբինային մագնիտոֆոնի երկաթե կոճերից կարելի է մեքենա հավաքել։ Երկաթե ցանց հիշեցնող Volkswagen Beetle Eulaloy գլուխգործոցն է, որը ստեղծելու համար 20 տարի է ծախսել տղամարդը։ Մի կողմից իրականացրել է վաղամերիկ ընկերոջ երազանքը, մյուս կողմից գերազանցել նրա գրանցած ռեկորդը։ Այս Volkswagen Beetle-ը իրական ընկերության ու մտքի թռիչքի մասին է։ Երբ փողոց եմ հանում, մարդիկ ասում են արվեստի գործ է։ Eulalion ավելի քան 20 տարի է ծախսել, որ մեքենան այսքան ինքնատիպ դառնա։ Մեքենան նախկինում պատկանել է Eulalioi ընկերոջը Մարտին Գուտիերեսին։ Տասնամյակներ առաջ նա որոշել է արվեստի գործ դարձնել իր մեքենան, կամ ինչպես ինքն է սիրել ասել, իր բզեզը։ Բայց նախաձեռնությունը կիսատ թողնելով մահացել է։ Նրա հարազատները ցանկացել են դեն նետել մեքենան։ Ընկերը Eulalion որոշել է ավարտին հասցնել Մարտինի մտահղացումն ու փրկել ընկերոջ երազանքը։ Մարտին Գուտիերես Սանդովալը իմ ընկերն էր։ Նրա ընտանիքը բզեզին աղբանոցներ նետել, ես եմ փրկել։ Նա այս մեքենայով Գինեսի ռեկորդ է սահմանել, երբ այն մոտ 2500 մասից էր բաղկացած։ Ես շարունակել եմ հավաքել ու հիմա մեքենան մոտ 3500 մաս ունի։ Բոբինային մագնիտոֆոնի երկաթե 3500 կոճերից է հավաքված Volkswagen-ը։ Eulalioi խոսքով երբեք մտքով չի անցել սեփականացնել մեքենան։ Կատարելագործված բզեզին արդեն շատ ցուցահանդեսներ է տարել։
Քառանիվ բացառիկ նմուշը սովորաբար ավելի շատ ուշադրություն է գրավում, քան շքեղ կարողություններ արժեցող մեքենաները։ Կաբրիոլետների թանկարժեք BMW-ի կողքին մարդիկ այս Volkswagen-ին են նայում։ Այն ուշադրություն է գրավում իր կառուցվածքի պատճառով, սրանից ամեն տեղ չես տեսնի։ Մեքսիկայի փողոցներով Էոլալիոն մեքենան հպարտությամբ է վարում։ Մտքով, թե որքան կուրախանար Մարտինը, կարգին ու սարքին տեսնելով իր երկաթե բզեզին։ Մարիամ Ամերջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Եվ մեր վերջին պատմությունը Շենավանից, այնտեղ 10 կիլովատ հզորությամբ նոր արևային ֆոտովոլտային կայան է տեղադրել Յուքոմը, որ էլ երբեք չընդհատվեն մարզումները գյուղի սպորտ դահլիճում եւ պարասրահում։ Մանկապարտեզում ունենք 28 երեխա, 20 երեխա ունենք սպորտ դահլիճում, 12 երեխա ունենք պարասրահում, հաճախող։ Շենավանցի երեխաների պարապմունքները էլ երբեք չեն ընդհատվի հոսանքի անջատումների դեպքում։ Դա ինձ թվում է ամենակարևոր կողմերից է, երբ երեխաները հնարավորություն են ունենում կլոր տարի տաք միջավայրում ունենալ ջեռուցված միջավայր, ապահով միջավայր, գնալ դասի, այստեղ ունենք սպորտ դպրոցը եւ մանկապարտեզը Շենավանում, եւ սա հնարավորություն կտա իրենց ավելի ապահով միջավայրում շարունակել իրենց դասերը եւ ավելի կոմֆորտ կյանք ունենալ։ Շենավանցի փոքրիկների համար ավելի կոմֆորտ միջավայր է ստեղծվել Յուքոմ ընկերության եւ Արևորթի բնապահպանական հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում 10 կիլովատ հզորությամբ նոր արևային ֆոտովոլտային կայան ունի բնակավայրը։ Խնդրեցինք եւ իրականացվեց մեր երազանքը այս արևային կայանը կօգնի մեզ, որպեսզի շենքային պայմանները, մանկապարտեզը, սպորտ դահլիճը, պարասրահը, որպեսզի այդ էլեկտրաէներգիան հոսանքը ստանանք 10 կիլովատանոց կայանից։ Արևային կայանի գործարկումը թույլ կտա էապես կրճատել համայնքային բյուջեի էներգետիկ ծախսերը, ասում է Շենավանի վարչական ղեկավարը։ Ծախսն է շատ եղել, հիմա թեթևանալու է հոգսը համայնքի։ Խոշոր բիզնեսն ու քաղաքացիական հասարակությունը միավորում են ջանքերը համայնքների սոցիալ բնապահպանական հզորացման եւ կայուն ապագայի համար, ընդգծում է Յուքոմի գլխավոր տնօրենը։ Այս կապարախոսության մեջ կա այն շղթայական օգուտը, որը մի կողմից բիզնեսը իրականացնում է ծրագիր, ու ծրագիրը չի իրականացվում կարճաժամկետի համար, այլ երկարաժամկետի համար, մյուս կողմից արդեն քաղաքացին, գյուղացին, հայրենակիցը, համայնքը, շրջակա միջավայրը զգում են դրա օգուտը։ Ռալֆ Յիրիկյանի խոսքով Շենավանում իրականացված այս նախագիծը հենց այդ մոտեցման օրինակ է։ Կանաչ տեխնոլոգիաների միջոցով օգնում են համայնքին նվազեցնել ծախսերը, բարձրացնել էներգետիկ անկախությունը եւ ստեղծել ավելի հարմարավետ պայմաններ երեխաների համար։ Շենավանում ինչ որ մենք իրականացրել ենք, բարձրապես մենք ուզեցել ենք կանաչ տեխնոլոգիան օգուտ տա համայնքին, որ կարողանան իրենք մի կողմից խնայեն ծախսերը, մյուս կողմից անկախանան էլեկտրոէներգիայի օգտվելուց։ 4-րդ տարին է, ինչ Յուքոմի հետ այս ծրագիրը իրականացնում ենք ու տարբեր մարզերում փորձում ենք արևային կայաններ տեղադրել ու կանաչ էներգիայի հասանելիություն տրամադրել։ Շենավանի արևային կայանը եւս մեկ քայլ է լոռիին վերականգնվող էներգետիկայի զարգացման, կլիմայական մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ։ Կարնե Մանգասարյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Դուք դիտում եք Հայլուրը, հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։